Այսօր ձեր առաջ եմ կիսվելու եմ մի պարզ խոսքով, որ Աստվածաշնչից է, բայց շատ կարևոր ու շատ ստապեցնող։ Գիտեք, ժամանակ կար, ես չէի սիրում այս բառը, որ ասում ենք հասարակ, այն ինչ որ վերաբերվում էր Աստվածաշնչին կամ Աստծո խոսքին, չէի սիրում, որ ասում ենք հասարակ խոսք է կամ հասարակ ուղերձ է, բայց հետո երբ որ ուսումնասիրեցի, հասկացա, որ հասարակ բառը ինքը վատ բառ չէ։ Հասարակ բառը նշանակում է հասարակությանը հասանելի։ Ու ես իմ մեջ մտածում եմ, բայց ամեն ինչ չէ, որ ես մի անգամից ասում եմ չեմ սիրում կամ լավ չէ, ու նշանակում է դա լավ չէ։ Երբ որ ուսումնասիրենք կամ ժամանակ անցնի կհասկանանք, որ իրականում այնպես չէ, ինչպես որ մենք առաջի հայացքից ընկալում ենք։ Ամեն։ Բայց միևնույնն է, մինչև հիմա այդ բառը իմ մոդս դիսկոմֆորտի նման է, ասում ավելի լավ է ասեմ պարզ, քան ասեմ հասարակ։ Պարզ այսօրվա ուղերձն է, բայց շատ ստապեցնող սիրելիներս։ Այսօր այն ուղերձը, որը կիսվելու եմ ձեզ հետ, այսպես եմ վերնագրել. Երկնքի կողմից ճանաչվածները։ Ամեն։ Արեք մի անգամից անցնենք Աստվածաշնչյան մի համարին, 2 Տիմոթեոսը պատմենք եւ 2 գլուխը 15-րդ համար 2 Տիմոթեոս 2 գլուխ եւ 15-րդ համարից կկարտանք։ Բայց Աստծու հաստատած հիմքը կանգուն է, եւ այս կնիկն ունի. Տերը ճանաչում է նրանց, որոնք իրանն են։ Նաեւ անիրավությունից թող հետ կանգնեն ամեն ոք, ով Քրիստոսի անունն է կանչում։ Մեծ տան մեջ ոչ միայն ոսկե եւ արծաթե անոթներ կան, այլ նաեւ փայտե եւ խեցե։ Գիտեք, այստեղ կանգ առնենք ու այստեղ արդեն շատ բան խոսում է այստեղը, որ ասում է Աստծո տան մեջ կան մի քանի տեսակի անոթներ, ոսկե, արծաթե, փայտե, կավե։ Գիտեք, ու բայց ասում է Աստված մի հրաշալի կնիկ ունի դրած մեր մեջ, մեր կյանքերում, որը կոչվում է այսպես. Աստված իրաններին ճանաչում է։ Բայց ասում է կան նաև տան մեջ, որոնք որ պետք է ինչ որ բան իրենցից կդրեն, ինչ որ բանից հրաժարվեն, որի անունը անօրնություն է, որի անունը սխալ է, մեղք է կամ չգիտեմ ինչ, որ նրանք էլ այս կոչմանը, այս անվանը, այս կնիկին արժանանան։ Սիրելիները, սա մեզ համար ստապեցնող է, այո, իրականում մենք պետք է հասկանանք, որ ավելի լավ է Աստված մեզի ճանաչե ու մի կնիկ տնե մեր կյանքերի մեջ, որ երբ որ նայե մեզ երկնքից, ասես սա իմն են, նրանք իմն են։ Ամեն։ Այո, գրված է, որ Տիրոջ անունը կանչողներ կան։ Եվ ասում է, ինչպես էր գրված, ասում է, հետ կանգնի ամեն ոք, որ Քրիստոսի անունն է կանչում։ Այսինքն ամեն մարդ Տիրոջ անունը կանչում է։ Բայց ամեն մարդ չէ, որ ճանաչվում է Տիրոջ կողմից։ Եվ դրա համար Աստծո ողորմություն ասեմ, Աստծո սրտացավություն ասեմ, որ ամեն մարդ իրականում ոչ մենակ Տիրոջ անունը կանչի բառերով, շուրթերով, հա, այլ նաև իր կյանքը, իր ապրելակերպը համապատասխանեցնի այն կնիկին, որ երկնքից դրվում է ամեն մեկիս կյանքի մեջ, ամեն մեկիս վրա, որ նրանք իմն են։ Գիտեք, ես վերցրել եմ այն հիմնական տեղը, որից որ կխոսանք, թող եղնի այս սկզբնական կետ մեզի գնալու առաջ։ Տեր իրականում ճանաչում է իրական հարաբերություն ունեցողներին, ով որ իր հետ իրական փոխհարաբերություն ունի։ Եվ այո, կարող ենք մենք շատեր ասեն, թե Աստծուն ով չգիտե, թե գիտենալը մի ուրիշ բան է, իսկ ճանաչելը մի ուրիշ բան է։ Այո, շատերը գիտեն Աստծուն, Աստված բոլորին գիտե։ Բայց ում հետ է Աստված փոխհարաբերություն կառուցում,
ում որ ճանաչում է, ով որ ուզում է Աստծուն ճանաչել, ով որ ուզում է Աստծո հետ փոխհարաբերություն ունենա, ով որ ուզում է Աստծո խոսքին համապատասխանեցնել իր կյանքը։ Ու սա է տարբերությունը, սիրելիներս, որ կան մարդիկ իրականում Աստծո հետ փոխհարաբերություն ունեն, ու կան մարդիկ իրականում, որ գիտեն Աստծուն, գիտեն։ Պատկերացրեք, այսօր ինչքան մարդիկ կան աշխարհում, որ հիմնական համացանցերում են շատ, որ ունեն 100,000-ավոր հետևորդներ, միլիոնավոր հետևորդներ, ու այդ հետևորդները իրանց նկարները տարածում են, սիրում են այդ մարդկանց, ու իրանք այդ մարդկանց կողմից սիրված են իրականում, միլիոնավոր մարդկանց, բայց գիտեք, շատ հետաքրքիր ու շատ կարևոր է, ու այդ մարդիկ թեկուզ լինեն քաղաքական գործիչներ, թեկուզ լինեն հարուստ միլիոնատերեր կամ ինչ որ արվեստի գործիչներ, բլոգերներ, հա, իրանք ինչքան էլ ճանաչվածությունը մեծ լինի աշխարհում, աշխարհիկ մասշտաբով, հա, բայց երբ որ ամեն մեկս հավերժ չենք ապրում այս երկրի վրա, գիտենք, չէ՞։ Ու երբ որ իրականում երկնքի ճանաչողության խոսքը կա, իրանք ինչ կլսեն։ Ինչ Հիսուսը կասի, հա, ես էլ եմ քեզ հետևում։ Ինչքան լավ աուդիտորիա ունեիր, ինչքան մարդկանց էր սովորեցնում ինչպես աշխատել, ինչպես, չգիտեմ, երգել կամ ինչպես ինչ անել, թե Հիսուսը կասի, դու ինչ ուզեցար ճանաչեիր, ես էլ քեզ չեմ ճանաչի։ Գիտեք, շատ դեպքերում, այո, դա հիասթափեցնելու է մարդկանց։ Այո, շատ դեպքերում այդ միլիոնավոր հետևորդները կամ միլիոնավոր մարդկանց սերը կդառնա զերո արժեք։ Երբ որ մի ձայն երկնքից ես քեզ չեմ ճանաչում։ Գիտեք, շատ կարևոր ու շատ ստապեցնող կլինի մեզ համար, մենք ում համար ենք ճանաչված ուզում լինել։ Այո, կարող է դու, ես, քիչ ճանաչված լինենք այս աշխարհում, կարող է դու, ես, քիչ ճանաչված լինենք հասարակության մեջ, կամ ընդհանրապես ճանաչված չլինենք, բայց գիտես որն է կարևոր, երբ որ մենք կկանգնենք իրականում աղոթքի, երկրի ուշադրության կենտրոնում կլինենք։ Գիտեք որն է կարևոր, երբ որ մենք իրականում կլացենք ու Աստված կսրբի մեր արցունքները։ Գիտեք որն է կարևոր։ Երբ որ մենք հոգևոր սկսենք աղոթներ ու մեղքի դեմ պատերազմներ անել, երկինք իր հրեշտակներին կուղարկի օգնության։ Այս է կարևոր։ Շատ կարևոր է իրականում, երբ որ դու Հիսուսի անունը կանչես, քո ձայնը երկնքում ճանաչվի։ Ծանոթ ձայն լինի այնտեղ։ Ամեն։ Այսօրվա TikTok-յան այս սերունդը իրականում սովորել ապրել մարդկանց ուշադրության համար։ Իսկական մարդկանց ուշադրությունն են փնտրում, բայց գիտեք Աստված փնտրում է, որ իրեն ճանաչեն մարդիկ։ Աստված այդպիսի մարդկանց է փնտրում։ Բայց այսօր մենք տեսնում ենք ինչեր է կատարվում այս հարտակներում, հա, սոցիալական, որ մարդը ուզում է իրան ճանաչեն, ինքը ճանաչված լինի, թեկուզ եւ շատերը վատ բաներ անելով են ուզում ճանաչված լինեն։ Սխալ բաներ, գիտակցում են, որ սխալ են անում, վատ է այդ բարոյականության մեջ չի տեղավորվում։ Բայց անում են, որ ճանաչված լինեն։ Հայոյում են, որ ճանաչված լինեն։ Սխալ մարդկանց են հետևում, որ ճանաչված լինեն։ Ու կոչվում են քրիստոնյաներ։ Ես դեռ մեր հայերի համար եմ խոսում։ Քրիստոնյաներ են կոչվում։ Գիտեք, արժեքները պետք է տարբերվեն իրականում։ Եվ այսօր իրականում թող արդիական հարցը լինի, թե քեզ, ինձ ճանաչում է երկինքը, թե չէ։ Թող այդ հարցը լինի մեզի ավելի շատ հուզող, ավելի շատ մտահոգող։ Երկինքը մեզ ճանաչում է։ Ոչ թե ինչ մարդը կամ ինչ մարդին ճանաչում է, թե չէ։ Ամեն։ Եվ արեք սերներս, գնանք առաջ, բացենք առաջի թագավորաց 16-րդ գլուխը,
Առաջի թագավորաց 16-րդ գլուխ եւ 7-րդ համարից կնայենք։ Գիտեք, իրականում որ նայում ես այսպես մարդիկ աշխարհում ինչով են գնահատում մարդկանց։ Գնահատում են արդակինով, հագուստով, գումարներով, հայտնիությամբ, չէ, ինչ որ ստանդարտներ կա, որով որ գնահատում են, որով որ ուզում են ճանաչել։ Բայց գիտեք, Աստծո ստանդարտը աշխարհի ստանդարտից շատ է տարբերվում, շատ։ Աստված այլ կերպ է նայում։ Եվ արեք այստեղը կարդանք կհասկանանք որոշ բաներ։ Առաջի թագավորաց 16:7 Բայց Տերը Սամուելին ասաց. «Մի նայիր նրա տեսքին ու բարձր հասակին, քանզի ես մերժեցի նրան, որովհետև Տերը մարդու պես չի նայում, մարդը տեսնում է աչքին, երևացողը, իսկ Տերը սրտին է նայում»։ Ամեն։ Տեսեք, այս մի փոքր բացահայտում է, թե Աստված ինչպես է նայում կամ ինչին է նայում։ Եթե մենք այսքան ժամանակ մտածել ենք, որ Աստված մեր տեսքին է նայում, այսքան ժամանակ մտածել ենք, որ Աստված ինչ որ կեցվածքի է նայում կամ ունեցվածքին է նայում, նոր ինչ որ մի բան վստահում է, գիտեք, այդ Աստծո համար առաջնայինը չէ։ Առաջնայինը մենք տեսնում ենք, որ Աստված, Աստվածաշունչը մեզ այստեղ մի բացահայտում է անում, որ մենք կարող ենք հասկանալ Աստծո ընդրության չափանիշը։ Աստված նայում է մարդու սրտին։ Ամեն։ Սելիս երբ որ հասկանում ենք իրականում, որ Աստված նայում է մարդու սրտին, մենք իմաստունների պես պետք է առաջին ուշադրություն դարձնենք մեր հագուստին, չէ, մեր սրտին։ Ու Դավիթին անգամ, այստեղ Դավիթ թագավորի մասին է խոսքը գնում, որ նայում ես Դավիթ թագավորին անգամ իր ընտանիքը չէր ընտրել։ Ինչի, որովհետև երբ որ Սամուելը գնաց մարգարեն ու ասեց Աստված ինձ ուղարկել է, որ օձեմ թագավորին քո զավակներից, ասում է Դավիթի հայրը բոլոր տղերքին բերեց առաջ, ասում է ես միշտեղ ես երկրորդես, երրորդես, չորրորդես, Դավիթին չբերեց առաջ։ Անկամ իր ընտանիքը իրան չէր ընտրել։ Տեսքին նայելով, չգիտեմ ինչին նայելով չէր ընտրել։ Բայց Աստված էր ընտրել իրան։ Ընտանիքն ամենա իր մտերիմ, իր մոդիկ, իրան սիրող մարդիկ էին, չէին ընտրել իր համար։ Ինչ որ լավ, ինչ որ գեղեցիկ, ինչ որ հաջողակ ծրագիր, բայց Աստված արդեն ընտրել էր իրան։ Ամեն։ Ինչի համար էր ընտրել Աստված։ Մենք տեսնում ենք Դավիթի խոնարհությունը։ Մենք տեսնում ենք Դավիթի հավատարմությունը։ Աստված տեսել իր սրտի մեջ խոնարհություն ու հավատարմություն։ Գիտեք, սա շատ կարևոր արժեքներ են, խոնարհությունն ու հավատարմությունը, որը Աստծո աչքին շատ թանկ են։ Շատ թանկ է, երբ որ մենք մեր սրտի մեջ ունենք հավատարմություն ու խոնարհություն։ Դա երբեք չի կորում Աստծուց, դա երբեք չի փչանում։ Ամեն։ Սա շատ թանկ բաներ է, որը որ մարդը իր կյանքի ընթացքում ձևավորում է իր սրտի մեջ։ Ու մի առակ պատմեմ, մի առակ կա այսպիսի, երբ որ երկնքում երկին գնալու համար, այսպես ասեմ, երկին գնալու համար կանգնած են մի սպիտակ շորով մարդու մոտ ու այս սպիտակ շորով անձը երկու հարց է տալիս ամեն մեկին, նոր թողնում է երկինք։ Ասում է, առաջի հարցը, ճանաչում ես Հիսուսին, ու երկրորդ հարցը, ինչ ես արել Հիսուսի համար։ Ու մեկը գալիս է ասում է, ճանաչում ես Հիսուսին, ու ինչ ես արել Հիսուսի համար։ Ասում է, անպայման ես նրան ճանաչում եմ, ես գիտեք ինչ կան իր համար, ծոմեր եմ պահել, ամեն կիրակի մոմ եմ վառել, ես ճանաչում եմ իրան։ Ասում է, թե գնա այս մյուս դուռը մտի։ Հաջորդն է գալիս, ասում է, դու ճանաչում ես Հիսուսին։ Ինչ ես արել նրա համար։ Ասում է, անպայման ես իրան շատ սիրում եմ, ես իրան ճանաչում եմ, ինքն է ինձ է ճանաչում։
Ասում է ես Աստվածաշունչ եմ ամեն օր կարդում, աղոթքներ եմ անում։ Ասում է դու եք նա այդ դուրը մդի։ Հաջորդն է գալիս, ասում է դու ճանաչում ես Հիսուսին, ինչ ես արել իր համար։ Ասում է ես էլ եմ իրան ճանաչում, շատ եմ սիրում, ասում է բարեգործություններ եմ արել իր համար, լիքը մարդկանց եմ օգնել, ասում է դու եք նա այդ դուրը մդի։ Ու գալիս է մի տարեց կին, ու այս տարեց կնոջը նույն հարցը ճանաչում ես Հիսուսին, ինչ ես արել իր համար։ Ու այս տարեց կին ընկնում է ոտքերը առաջ, ասում է այո Հիսուս, ես քեզ ճանաչում եմ։ Ինչ որ ասել ես, այդ էլ արել եմ։ Գիտեք, իրականում բառերով չէ, Հիսուս ճանաչում եմ։ Բայց երբ որ Հիսուսը մի բան ասում է, ինչ ենք ասում, քավլիցի Աստված ջան, քեզանից չերտիկ։ Ով ասեց այդ մտքերը բերեց ինձ մեջ։ Աբրահամը երբ որ լսեց մի միտք, որ տար Իսահակին Մորիա սարի վրա զոհաբերություն կանես, այս կանես, այնպես կանես, չասեց։ Էսին ցայներ է տարօրինակ, Աստված ջան, հեռացրան ձանց այս ցայները, սա քեզանից չէ, սա անօրենն է, չէ։ Ինչ արեց, ասեց, այո Տեր, լսում եմ ու հնազանդվում եմ ու հավատում եմ, որ գնալու ենք եւ հետ ենք դառնալու։ Այո, իրականում Տիրոջ ճանաչող ինքը գիտե Աստծո ցայնը։ Ինչպես Հովանես 10-րդ գլխի մեջ է գրած 10-րդ խոսքում, որ Տիրոջ գառները նրա ցայնը ճանաչում են։ Նրա ցայնը ճանաչում են եւ նա նրանց է ճանաչում։ Փառք Աստծուն իրականում մեզի համար։ Փառք Աստծուն, որ մենք Տիրոջ տան մեջ ենք ու սովորում ենք Տիրոջ ցայները ճանաչել։ Տիրոջը լսել։ Սա փոխհարաբերություն է, սիրելիներս, որը մեկ օրվա ընթացքում չի գալիս, որը երկու օրվա ընթացքում չի գալիս։ Սա երկար փոխհարաբերության պատճառով է։ Ամեն։ Այո, իրականում հնարավոր է, որ մարդը դրսում լինի, բայց երկնքում նրան չճանաչեն։ Հնարավոր է, որ մարդը նաև եկեղեցում լինի, բայց նաև երկնքում նրան չճանաչեն։ Ամեն։ Եվ Մատթեոս 7-րդ գլուխը արեք բացենք։ Եվ 21-րդ համարից կկարտանք։ Ոչ թե ամեն ինձ Տեր ասողն է երկնքի երկայությունը մտնելու, այլ նա ով կատարում իմ հոր կամքը, որ երկնքում է։ Այն օրը շատերն ինձ կասեն. Տեր, քո անունով մարգարյացանք, քո անունով դևեր հանեցինք, քո անունով շատ հրաշքներ գործեցինք։ Ես էլ այն ժամանակ նրանց կհայտնեմ. Ես ձեզ երբեք չեմ ճանաչել։ Ինձանից հեռացեք, ով անօրենություն գործողներ։ Գիտեք, իրականում այս խոսքերը շատ ստապեցնող են։ Կարող ենք մենք երգել, ծառայել, կարող ենք մենք քարոզել, եկեղեցի այցելել, բայց իրականում հարաբերություն չունենալ Աստծո հետ։ Ու այստեղ ինչ է ասում։ Աստծո կամքը չէին կատարում, Աստծո կամքով չէին ապրում։ Այսինքն չունեն հնազանդություն։ Ամեն բան տեսականորեն, որ նայում էր, լավ էր ստացվում մոդները։ Մարգարյանում էին, տևեր էին հանում, ինչ որ կար նշույլներ հոգևոր, կար նշույլներ Աստծո զորության, բայց եթե չկար խոնարհություն, եթե չկար Աստծո կամքը կատարելու փափագ ու ցանկություն ու գործողություն, պատասխանը մեկն էր։ Պատասխանը ես ձեզ չեմ ճանաչել։ Սերնես, ես գիտեմ ու վստահ եմ, որ բոլոր դել ձեր սրտերի մեջ ուզում եք, որ Աստծո կողմից ճանաչված եղնիք։ Եթե չուզենայք, այսօր այստեղ չէիք լինի։ Եթե չուզենայք, ձեր ոտքերին այսօր չէիք ասի ինձ տար Աստծո տուն։ Գիտեք, շատ լավ որ այո, մենք այսօր որոշում ենք կայացրել, որ եկել ենք Տիրոջ տուն լցվելու, լսելու, հնազանդվելու ու այդպես ապրելու։ Բայց լսելը մի այլ բան է, այստեղից դուրս ենք գալիս, ապրելը մի ուրիշ է։ Մենք ենք որոշողը դրսում ինչպես կապրենք, որտեղ որ մեզ ոչ ոք չի տեսնի։ Գործք առաքելոց 19-րդ գլուխ արեք բացենք, սերներս։
Գործ Կարակելոս 19-րդ գլուխ եւ 13-րդ համարից կկարտանք։ Շրջիկ հրեաներից ոմանք էլ, որ երթմնեցողներ էին, փորձեցին չար ոգիներին ունեցողների վրա Տեր Հիսուսի անունը կանչել, ասելով. Երթվեցնում եմ ձեզ այն Հիսուսով, որին Պողոսն է քարոզում։ Այս ասում էին ոմն հրեա քահանայապետ Սկևիայի 7 որդիները, բայց չար ոգին պատասխանեց ու ասեց. Հիսուսին գիտեմ եւ Պողոսին ճանաչում եմ, իսկ դուք ով եք։ Եվ այն մարդը, որի մեջ չար ոգի կար, նրանց վրա հարձակվելով եւ երկուսին էլ բռնելով, այնպիսի ուժ ցուցաբերեց նրանց նկատմամբ, որ այդ տնից մերկ ու վիրավոր փախան։ Նայեք ինչքան հետաքրքիր է սերներս, որ շատերը մտածում էին, որ Հիսուս անունը դա ինչ որ մի կախարդական կամ ինչ որ հրաշք ստեղծող բառ է, որ ասեն Հիսուսի անունով ու բաներ կփոխվեր։ Բայց այստեղ մենք տեսնում ենք, որ անգամ դևերը, անգամ հոգևոր իշխանությունը չի ճանաչում նրանց։ Անգամ դևերը չճանաչեցին նրանց, ովքեր որ ձևական հավատք ունեին, ովքեր որ ձևական ապրում էին, ովքեր որ լսել էին, օգտագործում են մենակ լսածը։ Սիրելի շատ հետաքրքիր է իրականում, նրանք մտածում են, որ այն ինչ որ լսել են փոխանցեն, միանգամից այնտեղ զորություն կկատարվի։ Երևի մտածել են, որ Պողոսը լսել էր, այդպես է փոխանցում էր, ոչ թե ապրում էր։ Բայց Պողոսը իր կյանքով, իր ապրելով նա հոգևոր աշխարհի մեջ ճանաչվել էր։ Նրա այն զորությունը, որ կար այն խոսքերի մեջ, այն զորությունը, որ կար նրա իշխանության մեջ, դա Տիրոջից էր։ Սիրելին, սա պատահական չէր։ Ու այո, իր կյանքի զողություններն էր նպաստել դրան։ Իր կյանքի ձեռքբերումներն էր նպաստել դրան, որ ճանաչել էին նրան։ Գիտեք, Դավիթ թագավորը, երբ որ դեռ թագավոր չէր, Գողիաթին երբ որ սպանեց, մի բան գիտեր, նա պետք է Գողիաթի գլուխը կտրեր ու հետը տաներ, որպես վկայություն։ Ու այսօր հոգևոր կյանքի մեջ կան այդպիսի Գողիաթի գլխներ, որոնք որ մեր ժամանակին մենք մեր պատերազմների մեջ, մենք մեղքերի մեջ հաղթել ենք, ու այդ գլուխները վկայում են իրականում, որ մենք հաղթել ենք։ Ու դրա համար հոգևոր իշխանություն այդ ժամանակ քեզ կճանաչի ու հաշվի կնստեն հրճագումների ու հրամանների հետ, որ մենք անում ենք։ Բայց եթե ամեն ինչ լինի այսպիսի ձևական, որ ասենք, դե այն Հիսուսը, որին քարոզեց մեր հովիվը Կիրակի օրը, այդ Հիսուսի անունով չի գործե, սիրելիս։ Հովի կյանքում կգործե, հավատացողի կյանքում կգործե, բայց եթե մենք մենակ օգտագործենք լսելով ու չհավատանք, ձևական հավատք տնենք, չի գործե, սիրելիս, հիասթափվենք։ Արեք գնանք առաջի Հովհաննես թուղթը բացենք, առաջի Հովհաննես եւ 3-րդ գլուխը կկարտանք։ Առաջի Հովհաննես 3-րդ գլուխ առաջի խոսքից։ Տեսեք ինչպիսի սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի Աստծո որդիներ կոչվենք, եւ իսկապես ենք։ Աշխարհը մեզ նրա համար չի ճանաչում, որ նրան չճանաչեց։ Նայեք ինչքան հետաքրքիր ասում է, որ Աստծո սերն է, որ նրա որդիները կոչվենք։ Աստծո սիրո ապացույցն է, որ այսօր մենք Աստծո որդիներն ենք։ Ու ասում է, որ ոչ մենակ կկոչվենք, այլև ենք, այլև իրական որդիներ ենք, սիրելիներս մենք։ Ու ասում է, աշխարհը մեզ չի ճանաչում, չի էլ ընդունելու, որովհետև Աստծուն չընդունեց։ Եթե մենք այսքան ժամանակ մտածում ենք, որ աշխարհին եթե շահենք, նրանք մեզի կընդունեն, սերնես, եթե այդպես ենք մտածել, սխալվել ենք։ Որովհետև եթե մեր Տիրոջը, մեր Աստծուն, ում վրա որ կանչված ու կամ իր անունը մեր կյանքերի վրա իրան չընդունեցին, մի խափնվեք, որ մեզի կընդունեն։ Այո, սա խապկանք է, որ կմտածենք, որ եթե մենք իրանց ուզածի պես ապրենք, նրանք մեզի կընդունեն։ Այո, եթե իրանց ուզածի պես շարժվենք, ինչպես որ իրանք են անում, ոչ Աստծուն հնազանդվելով,
Այո, կարող են միտեղ ընդունեն, բայց մեկ է, էլի անգեղծորեն, էլի շատ տեղերում ու շատ դեպքերում նրանք նրանց էլ չեն ընդունում։ Ինչ մնաց, որ մենք որ տարբերվում ենք։ Ամեն։ Այո, մենք այսօր լիքը փաստեր ունենք, լիքը կարող ենք վկայություններ ասել, թե որ աշխարհը չի ընդունելու մեզ։ Հիսուսի 12 աշակերտներից որին ընդունեց աշխարհը։ Մենք լավն ենք։ Հիսուսի 12 աշակերտներից ոչ մեկին էլ աշխարհը չընդունեց։ Ամեն մեկին մի պատժով, մի վնասով, մի մահով վերջացրեցին կյանքերը։ Ամեն։ Այդպես որ մեր ճանաչողությունը, մեր հասանելիությունը թող եղնի իրականում Աստծուն, Աստծո կողմից։ Առաջին մնացորդ 17-րդ գլուխը։ Առաջին մնացորդած 17-րդ գլուխ եւ 16-րդ համարից կկարտանք։ Հետո Դավիթ թագավորը գնաց, նստեց Տիրոջ առաջ եւ ասեց. Ով եմ ես, Տեր Աստված, եւ որն է իմ տունը, որ ինձ բերեցիր մինչեւ այստեղ։ Սակայն այս էլ քիչ երևաց քո աչքերին, ով Աստված։ Եվ ահա դու խոսում ես քո ծառայի տան մասին գալիք ժամանակի համար։ Դու ինձ վրա նայեցիր, ինչպես բարձրաստիճան մի մարդու, Տեր Աստված։ Էլ ինչ ավելացնի քեզ Դավիթը ծառայիդ պատվելու համար։ Դու ճանաչում ես քո ծառային։ Այստեղ կանգնենք, հա, սիրելիներս։ Դավիթ թագավորն ասում է. «Այսքան ինձ մեծացրեցիր, այսքան ինձ համար խնամք ես տանում, այդ էլ քիչ ես համարել, որ ինձ համար այսքան խնամք ես տանում, թագավոր ես դարձրել, լավ կյանքի ես դել, ասում է, ապագայիս համարել ես դու մտածում, որ իմ ապագայիս մեջ է լավ բաներ անես։ Խոսում ես անգամ իմ ապագայիս համար։ Ասում է, ես ինչ կարող եմ անեմ այս քո ուշադրությանդ համար։ Ու հասկանում է, որ ոչ մի բան չի կարող անել։ Բայց մի բան է ասում։ Ասում է, դու ինձ վրա նայեցիր, ինչպես բարձրաստիճան մի մարդու, Տեր Աստված։ Եվ 18-րդ խոսք ասում է. ծառայիդ պատվելու համար դու ճանաչում ես նրան։ Այսինքն ճանաչողությունը, սիրելիներս, հասկանում ենք այստեղից, որ ճանաչողությունը բերում է ուշադրություն։ Երբ որ երկինքը ճանաչում է ինձ ու քեզ, մեր ապագայի, մեր սերունդների վրա կա ուշադրություն։ Երբ որ երկինքը հենց ճանաչես քեզի, հենց ճանաչվար երկինքի կողմից, Տերը բարձրացնելու է քո գլուխդ։ Տերը սերունդների համար խոստմունքներ է տալու։ Տերը հետագայի համար չի կանգնելու, այլ հակառակը ավելի ուզում իրեն ճանաչեցնի։ Գիտեք, երբ որ երեխան ծնվում է, մեծանում է, ոչ թե երեխայի փապակն ասը շուտ մեծանամ հորս ճանաչեմ, այլ հակառակն է։ Հոր փապակն է, հոր ցկտումն է, հոր ցանկությունն է։ Ճանաչեցնեմ ինձ որդուս, որ իշքան ինձ ճանաչե, այդքան իմ ուզածից պես կանի։ Այնքան իմ սրտովս կանի, այնքան ինձ դուր կգա, որ ես իրան ավելի շատ բան կվստահեմ։ Այնքան մեր ուրախությունն ու փոխհարաբերությունը կատարյալ կեղնին։ Սա ծնողի դիրքն է։ Իսկ որդու կողմից մնում է համաձայնվել, հնազանդվել։ Ամեն։ Ու սա է այո իրականում մեզանից այսօր պահանջվում։ Այո, Աստված իրան ճանաչողների կյանքում ամենօրյա ռեժիմով հոգ է տանում, խնամք է տանում, ամեն, սիստեմատիկ աճ ու բարգավաճում է տալիս, ամեն, և ալեք բացենք Ղուկաս ավետարան 10-րդ գլուխ և 20-րդ համարը, սերներս, Ղուկաս 10-20 Բայց մի ուրախացեք,
որ ոգիները հնազանդվում են ձեզ, այլ ուրախացեք, որ ձեր անունները գրված են երկնքում։ Ամեն։ Տեսեք իշքան կարևոր շեշտադրում է անում մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը։ Այո, կարելի է շատ բաների վրա ուրախանալ։ Բայց ասում է, մի այդքան շատ ուրախացեք այն բաներին, որ հոգևոր աշխարհը հնազանդվի ձեզի, ինչ որ բաների հասնեք, բայց ասում է ավելի ուրախացեք, առավել ուրախ եղեք, որ ձեր անունները գրված լինին։ Ամեն երկնքում։ Որովհետև սա ամենակարևոր բաներից մեկն է, որ այո մեր անունները երկնքում գրված լինեն։ Եթե իմ ու քո անունը երկնքում գրված է, երկինքը մեզ ճանաչի։ Ամեն։ Հիշում եք, չէ՞ վերնագիրը։ Ամեն։ Երկնքի կողմից ճանաչվածները։ Այո, եթե մեր անունները գրված է երկնքում, երկինքը իր օգնությունն է ուղարկելու մեզ։ Երկինքը իր նպաստն է տնելու մեր հոգևոր կյանքի համար։ Ամեն մեկս էլ գիտենք, իրականում գիտակցում ենք, որ անմահ չենք այս աշխարհում։ Ամեն մեկիս կյանքն էլ ինչ որ մի տեղ կա կհասնի, ինչ որ մի հերթի մեջ ենք, որ կհասնի, այդ հերթը մեզ էլ։ Ու մենք գիտենք, որ այո, այս երկրի վրա վերջանալու է ամեն մեկիս մարմնավոր կյանքը։ Մահ բառը որոշներն ասում են այսպես է թարգմանվում մարմին առանց հոգու կամ մարմինը անջատված հոգուց, հա, դե նույն միտքն է որ վերցնենք։ Այո, մահը այդ ժամանակ է գալիս, երբ որ մարդու հոգին գնում է երկինք։ Եվ Հայտնություն 3-րդ գլուխ եւ 5-րդ խոսք կարդանք։ Կարելի է նվագեք։ Հայտնություն 3-րդ գլուխ եւ 5-րդ համարը։ Հաղթող այսպիսի սպիտակ զգեստներ պիտի հագնի, եւ նրա անունը կյանքի գրքիցը չեմ ճնջելու, եւ նրա անունը պիտի հայտնեմ իմ հոր ու նրա հրեշտակների առաջը։ Ով որ ականջ ունի, թող լսի ինչ է հոգին ասում եկեղեցիներին։ Գիտեք, շատ կարևոր է, որ մենք հաղթող լինենք։ Շատ կարևոր է, որ մենք պայքարող լինենք։ Շատ կարևոր է, որ մենք ամենաառաջինը մեր մեջ պայքարող լինենք այն խանգարող բաներից, որը մեզ հետ կպայի։ Մեր անունը հետ կպայի գրվելուց։ Գիտեք, ամեն մեկս մենք մեր ներսում գիտենք ինչն է մեզ խանգարում։ Ամեն մեկս մենք մեր ներսում գիտենք ինչն է մեզ երկար ժամանակ մեր խլում մեր ժամանակը, պահում մեզ հետ, որ չենք հասունանում շատ բանի մեջ, չենք աճում, չենք ավելի մոտենում, չենք ճանաչվում կամ չենք ճանաչում Աստծուն։ Ամեն մեկս գիտենք մեր ներսը։ Ու եթե չգիտես, սիրելիս, եթե չգիտես, բայց կասկածում եմ, կարող ես ասել, Տեր, մատը դիր այն բանի վրա, որ իմ ներսում քո տուրը չի գալիս։ Ու համոզված եմ, Աստված սրդացավ Աստված, մատը կտնի ու ցույց կտա քեզ։ Եթե անկեղծ սրդով են կանգնած իրականում, Աստված ցույց կտա մեզ։ Ոստեղ արդեն մեր պատասխանատվությունն է գալիս, ինչ կանենք դրա հետ։ Պողոս առաքյալ ասում է, տեղեր կա, իրավիճակներ կա, մեղքեր կա, որ անգամ մահվան չափ, արյուն թափելու չափ չենք պատերազմել դրա դեմ։ Մենք գիտենք ամեն մեկս մեր թույլ կողմերը, մեր ցանկասիրությունները։ Մենք գիտենք ինչը չենք ուզում պոկել, ինչը ուզում ենք հեռացնել։ Ինչը դեռ դուր է գալիս մեզի, դեռ չենք ուզում հեռացնենք։ Ճիշտ է, թեկուզ եւ վատ բաները, բայց դուր է գալիս էլի։ Մեկին դուր է գալիս բամբասելը դեռ։ Մեկին դուր է գալիս կռիվները դեռ։ Մեկին դուր է գալիս միշտ կոնֆլիկտի մեջ մնալը ինչ որ, չներելը մեկին դուր է գալիս մի ուրիշ բան։ Սիրելիս ամեն մեկս գիտենք մեր ներսը։ Ալեք երբ որ Աստված մատը տնե ու ցույց տա, պատրաստ լինենք փոխվելու։ Այո, ինչպես են ճանաչվում երկնքում։ Շատ կարևոր է, ամենաառաջինը
Աստծո ոտքերի տակ հանձնվելով սիրելիներս։ Աստծո ոտքերի տակ հանձնվելով, Հիսուսին Տեր ու Փրկիչ ընդունելով, այո, մենք համաձայնվում ենք, որ մեր անունները գրվեն կյանքի գրքի մեջ։ Արեք բացենք Մատթեոս 10-րդ գլուխ եւ 32-րդ համարը։ Մատթեոսի ավետարան 10:32 Արդ ամեն ոք, ով իր անձը մարդկանց առաջին խոստովանի, ով ինձ մարդկանց առաջ խոստովանի, ես էլ նրան կխոստովանեմ, իմ հոր առաջ, որ երկնքում է։ Իսկ ով մարդկանց առաջ ինձ ուրանա, ես էլ նրան կուրանամ, իմ հոր առաջ, որ երկնքում է։ Գիտեք, չամաչելը շատ կարևոր Աստծո անունից։ Եթե ուզում ես ճանաչված լինես երկնքի կողմից, եթե ուզում ես Հիսուսի շուրթերի վրա քո անունը լինի հոր առաջը, չամաչես երկրի վրա Աստծո անունը տալուց, չամաչես նրա մասին վկայելուց, չամաչես Սուրբ Հոգու մասին խոսալուց, ամեն, չամաչես քո հավատքի մասին պատմելուց։ Սա կարևոր նախապայման է սիրելիս։ Չամաչես քո հավատքից հետ։ Հովհաննես առաջի գլուխ եւ 47-րդ խոսքից կկարտանք։ Հիսուսը տեսավ Նատանայելին իր մոտ գալիս ու նրա մասին ասեց. Ահա իսկական իսրայելացի, որի մեջ նենգություն չկա, եւ Նատանայելը նրան ասեց. Որտեղից ես ճանաչում ինձ։ Հիսուսը պատասխանեց նրան. Նախքան Փիլիպոսի քեզ կանչելը տեսա քեզ թզենու տակ կանգնած։ Նատանայելն ասեց. Ռաբբի, դու ես Աստծո որդին, դու ես Իսրայելի թագավորը։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. Հավատում ես, որովհետեւ քեզ ասեցի, թե թզենու տակ տեսել եմ քեզ, դրանից էլ ավելի մեծ բաներ պիտի տեսնես։ Եվ նրան ասեց. ճշմարիտ ասում քեզ, պիտի տեսնենք երկնքի բացված Աստծո հրեշտակները, որ բարձրանում եւ իջնում են մարդու որդու վրա։ Գիտեք, Նատանայելը ասում են, որ Բարդուղիմեոսն է եղել։ Աստվածաբանները ասում են։ Ու գիտեք, շատ հետաքրքիր է, ես այս պատմությունը շատ եմ սիրում։ Ու ես այս կետը դրել եմ այսպես. անկեղծ հավատք։ Անկեղծ հավատք, անկեղծ նվիրում ունեցող մարդուն երկինքը ճանաչում է։ Գիտեք ինչի անկեղծ։ Որովհետև չկա գրված թզենու տակ ինչ էր անում Նատանայելը, չկա գրված։ Բայց Հիսուս ասում է, երբ որ դու թզենու տակ էիր, այդ ժամանակ ես քեզ ճանաչեցի, այդ ժամանակ ես տեսա, ասում է, ով Տեր իմ Աստված։ Միանգամից հանձնվում է։ Միանգամից համաձայնվում է, այո, որ իր առաջը կանգնածը Հիսուսն է։ Տերն է, Աստված է եւ Աստծո ուղարկած որդին է։ Գիտեք, միանգամից նա ընկնում է ոտքերը։ Ես մտածում եմ այսպես, որոշ աստվածաբաններից եմ լսել նաև, որ Նատանայելը թզենու տակ ինչ որ մի վատ բան էր ուզում աներ, ինչ որ մեկին կարող է ուզում էր խապեր, կամ ինչ որ ուզում էր, ինչ որ հնարավորություն էր ստեղծվել, որ մեկի հանդեպ վատ վերաբերմունք ցույց տար, բայց ինքը իր մեջ մտածեց, կապ չունի, որ թզենու տակ եմ, կապ չունի, որ մարդիկ ինչ չեն տեսնում, բայց Աստված հոն տեսնում է։ Ինչպես մի օր Հովսեփը մի դրվագում կարող էր մեղ գործել ու ոչ ոք չիմանար։ Երկու կողմից էլ այդ գաղտնիությունը պահպանվելու էր, որովհետև երկու կողմին էլ պետք չէր գաղտնիությունը դուրս գար։ Բայց Հովսեփի մոտ մի էսպիսի միտք էր։ Մեկը եթե շատ էլ գաղտնիք մնա այդ ամեն ինչ որ տեղի ունենալու, մեկը ես իմ ներսումս գիտեմ, որ Աստված տեսել է համ։ Մեկը ամեն անգամ Աստծո առաջին կանգնելով ես հասկանում եմ, որ Աստված ասելու ես տեսել եմ։ Մի թաքցրա ինձանից։ Ու Նատանայելը այստեղ գիտեր, որ Աստված իրան նայում է։ Ինչպես ամեն մեկիս Աստված նայում։
Այստեղ ենք Աստված նայում է, դրսում ենք Աստված նայում է, աշխատանքի վայրում ենք Աստված նայում է, դպրոցում ենք, ուսումնական հաստատությունում ենք, տանն ենք, Աստված նայում է մեզ։ Որովհետև Աստված ուզում է ճանաչել մեզ։ Ամեն։ Ու գիտեք որն է կարևոր, հավատարիմ մնալ անկախ դեպքերից, անկախ վայրերից։ Ու եթե ոչ ոք էլ չի տեսնում, մեկ է մենք հավատարիմ պետք է մնանք Աստծուն։ Եվ արեք բացենք նախավերջի տեղ առաջի Կորինթացիս 8-րդ գլուխը։ Առաջի Կորինթացիս 8-րդ գլուխ եւ 3-րդ համարը կկարտանք։ Իսկ ով սիրում է Աստծուն, ճանաչված է նրա կողմից։ Գիտեք, Աստծո կողմից ճանաչված եղնելու մյուս պայմանը կամ մյուս նախադրյալը սիրված եղնելն է։ Աստված ում որ սիրում է, ասում է։ Իսկ ով սիրում է Աստծուն, ճանաչված է նրա կողմից։ Այո, մենք պետք է անկեղծ սրտով, իրականում սիրենք Աստծուն։ Եվ արեք վերջի տեղը բացենք, որ լրացնում է ստեղին։ Սաղմոս 91-ը, բոլորիդ քաչ ծանոթ տեղ, Սաղմոս 91 եւ 14-րդ համարից կկարտանք։ Ծերներս կարող ենք կանգնել մեր ոտքերի վրա։ Սաղմոս 91-ը կկարտանք, կաղոտենք եւ 14-րդ համարը։ Որովհետև նա ինձ սիրեց, այս Աստված է ասում։ Գիտեք, մինչև Սաղմոս 91-ի մինչև 14-րդ խոսքը մարդն է իր խոսքերը ուղում Աստծուն։ Իսկ 14-րդ խոսքից Աստված իր խոսքը ուղում մարդուն։ Որովհետև նա ինձ սիրեց, եւ ես կփրկեմ նրան։ Ես բարձր տեղում կպահեմ նրան, որովհետև նա ճանաչում է իմ անունը։ Նա կկանչի ինձ եւ ես պատասխան կտամ նրան։ Ես նրա հետ կլինեմ նեղության մեջ, կապրեսնեմ նրան եւ փառավոր կդարձնեմ նրան։ Երկար օրերով կկշտացնեմ նրան ցույց կտամ իմ փրկությունը։ Գիտեք որն էր պատճառը։ Որ ասում են նա ինձ սիրեց, որ եւ ճանաչում է իմ անունը։ Շատ կարևոր է, որ ոչ թե մենակ Քրիստոսի անունը գիտենանք, այլ Քրիստոսի անունը ճանաչենք։ Գիտեք, սերը շատ կարևոր է, այն ինչ որ անում ենք սիրով անենք։ Այն ինչ որ անում ենք սերը եթե կա, լավ կստացվի ամեն ինչ։ Անկամ պարզ հասարակ բան, ճաշ ես եփում, եթե սերը կա, համով կստացվի։ Եթե ինքան որ մի բան իրար վրա լցնես եփի, որ ուդեն համով չի ստացվի սիրելիս։ Եթե սերը կա, արդեն համն ու հոդը կա։ Խմելու ջուրը ինքը օգտակար է, չէ՞։ Բայց կապարե խողովակով խմելու ջուրը թույնավոր է։ Այո, մի բան անում ենք, մտածում ենք լավ է, բայց եթե այդ արածի մեջ սերը չկա, ինքը թույնավոր կարող է լինել։ Ինքը ստիպողաբար կարող է լինել, ինքը պարտադարաբար կարող է լինել, բայց եթե սիրով ես անում, սա օգտակար կլինի սիրելիս։ Ու ինչքան լավ է ասում է Աստված, իրան սիրողներին ճանաչում է։ Ով է սիրում Հիսուսին։ Ամեն, այո, բոլորս սիրում ենք։ Եվ նա քեզ ճանաչում է։ Գիտեք, իմ մոտս երկար ժամանակ միսպիսի, ես իմ մեջը մտորում էի ու հարց էի տալիս, ասում եմ հին ուխտի մեջ տեսնում եմ մարդկանց, ում Աստված անունները փոխեց։ Հակոբի անունը փոխեց Իսրայել, Աբրահամին Աբրահամ, Սարայինը Սարայ, չէ փոխեց անունները։ Ու ասում եմ Աստված ջան, բլավ իմ անունս։ Ենթադրենք, հեչ մեկի մոտ այդ հարցը չի եղել։ Բա իմ անունս ինչ ես փոխե, ենթադրենք, չէ։ Հետարքիր է։ Այս վերջերը մի հատ կոնֆերանս էին գնացել, շատ հրաշալի կոնֆերանս էր։ Որդորում եմ, եթե հնարավորություններ կանի գնաք կոնֆերանսների, ճամբարների հոգևոր, անպայման ամեն բան արեք, որ
այնտեղ լինեք։ Սա լուրջ քայլեր է, որ մենք անում ենք, այո, իրականում։ Ու ես վերջերը մի կոնֆերանս էի գնացել ու մի բան լսեցի, մի բան հասկացա ու ականջիս կպավ ու հասկացա, որ իրականում Աստված ինձ այդպես էլ ընդունում է, այն անունով, որը հիմա կասեմ։ Գիտեք, մի բառ կա, մի բառ, որը եբրայերեն բառ է, որը աստվածաբանորեն այդ բառը ընդունված է, որը եբրայեցիներ հрьяաների մոտ իրանց ավանդույթի համաձայն այդ բառը կա, բայց ինքը չի թարգմանվում այդ բառը, որովհետև հենց եբրայական բառ է։ Այդ բառը կոչվում է շախինա։ Երևի չեք լսել, չէ՞ այդ բառը շախինա։ Շախինա, գիտեք, երբ են օգտագործել հрьяաները իրանց գրվածքի մեջ կամ երբ են օգտագործել այդ բառը, երբ որ ասում է Աստված հանեց Իսրայելին Եգիպտոսից մի ամբեր ծածկում նրանց, որտեղ Աստծո ներկայությունն էր, այդ ամբը սովորական կոչվում է անան իրանց լեզվով, բայց երբ որ այդ ամբը սովորական չէր, Աստծո ներկայությունն էր դրա մեջ, նրանք ասում են շախինա։ Երբ որ տաճարի բացումն էր լինում եւ Տիրոջ ամբը եկավ ծածկեց այդտեղ Տիրոջ ներկայություն, նրանք ասին շախինան եկավ։ Երբ որ Հիսուսը Ծիտենյաց սարը բարձրացավ ու մի ամբ եկավ իջավ այդտեղ, ասեց դա իմ սիրելի որդին, դրան լսեցեք, նրանք իրենց գրերի մեջ գրեցին շախինա ամբներ այդտեղ։ Տաբանակի վրա էր իջնում Աստծո ներկայությունը, որ նույնպես էր գրվում։ Գիտեք, իմ անունս մնացել էր նույնը, ես մտածում էի։ Բայց հետո հասկացա, որ երբ Աստծո ներկայությունն է իմ մեջ Սուրբ Հոգու միջոցով, ես դառա Շախինա Վասիլ։ Ամեն։ Դու դառար Շախինա Արմեն կամ Արտուր։ Գիտեք, մեր անունը Աստծո ներկայությունով փոխվեց, որովհետև մենք թույլ տվեցինք, մենք համաձայնվեցինք, որ Աստծո բնակությունը կա մեր կյանքերի մեջ։ Ու հենց Շախինան եկավ, մենք այո փոխվեցինք, մենք համաձայնվեցինք, մենք որոշում կայացրեցինք, այո, մենք ուզում ենք մնալ այս ներկայության մեջ, մնալ այս ամբի մեջ, մնալ այս քո թանկ, քաղցր ներկայության մեջ, ամեն, փառք Հիսուսին։ Ամեն, ու իրականում մենք այսօրվա խոսքը գիտեմ, որ իրականում շատերիդ մոտ մի բան փոխեց կամ մտածելու տեղիք տվեց։ Եթե կլինի հնարավորություն ճանաչվենք աշխարհում, թե երկնքում անծանոթ լինենք, մենք ընտրելու ենք այո, այն տարբերակը, որ ավելի լավ է, քիչ ճանաչված լինենք աշխարհում, բայց երկնքում ծանոթ լինենք։ Երկնքում ճանաչված լինենք, ամեն։ Փառք Հիսուսին։ Ես գիտեմ, որ դուք ընտրել եք երկինքը։ Ես գիտեմ, որ դուք շատ մարդկանց համար արդեն ծրագիր ունեք, բերեք ծանոթացնել երկինքի հետ։ Սելես գնա եւ գործի։ Աստված քո մեջ է։ Աստված քո հետ կգործի։ Աստվածաշունչը ասում է, չմտածես ինչ կխոսես ու ինչպես կխոսես։ Երբ որ Տիրոջ ծրագրի մեջ մտնես, Աստված քո շուրթերիդ խոսք կտնի։ Ամեն։ Փառք Աստծուն սերներս։ Արեք խոնարհեցնենք մեր գլուխները, կարճ աղոթքով, գոհանանք Աստծուց։ Ամեն։ Հայր Հիսուսի անունով շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք Տեր, որ դու ճանաչում ես մեզ, որ դու Տեր իմ արկա ճանաչեցնում ես մեզ, Տեր, քեզ։ Եվ մենք այսօր Տեր իմ արկա ասում ենք Տեր, այո, փոխիր մեզ, Տեր, որ չամաչենք քո անունից, Տեր, որ Տեր իմ արկա անկեղծ եւ երկյուղած հավատքով Տեր իմ արկա ապրենք, Տեր իմ արկա, հավատարիմ լինենք ու խոնարհ լինենք, Տեր իմ Աստված, որ ինչպես դու ես ասում, որ ուրախ լինենք, որ մեր անունը գրված է կյանքի գրքում, որ երկինքը ճանաչում է մեզ, եւ ինչպես 91-րդ Սաղմոսի մեջ է ասում, որ դու Տեր իմ արկա երկար օրով կկշտացնես մեզ, ցույց կտաս քո բարությունն ու փրկությունը մեզ, որ դու Տեր իմ արկա պատասխան կուղարկես մեր դժվարության մեջ, Տեր իմ արկա, մեր նեղության ժամանակ կապրեսնես մեզ ու փառավոր կդարձնես, Տեր։ Այո, Տեր իմ արկա, մենք ուզում ենք ճանաչել քեզ ավելին ու ավելին, որ ունենանք լի ու լի կյանք, Տեր իմ արկա, քեզանով,
Հիսուս Քրիստոսի անունով եւ լինենք Տերի մարգա քո կողմից Տեր ճանաչված ու սիրված շնորհակալ ենք Տեր օգնիր մեզ օրհնիր մեզ զորացնա Տեր քո ժողովրդին Տերի մարգա քո երեսը փայլեցրա մեզ վրա Հիսուս Քրիստոսի անունով փառք ու պատիվը քոնն է Տեր ամեն